կան մարդիկ, որոնք գնալու են գիտակցաբար ընտրության, ընտրելու են նախկիններին, որովհետև նրանք ուզում են վերադառնալ կերակրատաշտակին, կան մարդիկ, որոնք նեղացած են իշխանությունից, որովհետև չեն եղել կերակրատաշտակի մոտ, բայց հույս ունեն, որ կկպնեն այդ կերակրատաշտակը, չեն ստացել այդ հնարավորությունը, հիմա նեղացած են, պատրաստ են Հայաստանը փողը տալ, զոհաբերել, միայն թե իրենց այդ նեղացվածությունը բավարարել։ Տեսեք, այո, էգոն, բայց տեսեք, ես այդքան լավ մասնագետ եմ, բժիշկ եմ, քաղաքագետ եմ, չգիտեմ, ինչագետ եմ, դիպլոմատ եմ, հա, իսկ Փաշինյանը ինձ չի գնահատում։ Դե թքած ես երկրի վրա, ինչ կարող ես գնամ իրանց ընտրեմ կամ գնամ արևմտամետներին ընտրեմ, գնամ Քոչարյանին ես կընտրեմ, իրենց իգնադու։ Կան այդպիսի մարդիկ։ Մենք ենք, սա մենք պետք է հայելու մեջ նայենք։ Մենք պետք է միշտ հայելու մեջ նայենք եւ փորձենք այդ հայելու մեջ գտնենք մեր արատները։ Եվ այդ արատները ոչնչացնենք, քոքահան անենք, որտեղ միջենք մենք դա չենք արել։ Ռուսը, թուրքը, վրացին, ադրբեջանցին, չինացին միշտ խաղալու է դրա վրա։ Դուք ասում եք, չէ, թույլ կետերը որոնք են, ասում եմ, թույլ կետը մենք պետք է հայելու մեջ նայենք։ Միջև մենք հայելու մեջ չնայենք, այդ արատները մեր մեջ չտեսնենք, միջև մենք լավ կինո կար, չէ, Կովկասի գերուհին, ասում է, «Ты свою шерсть государству не путай»։ Միջև մենք չսովորենք, որ մեր այդ շերտը եւ պետականը դա նույնն է, մեզ վրա աշխատելու են, մեզ խաբելու են, մեզ պարացնելու են, մեզ վախացնելու են, մեզ օգտագործելու են մեր սեփական պետության դեմ։